Սահմանադրական դատարանը 5-րդ օրն է շարունակում է քննությունը ընտրության արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների վերաբերյալ։ Այսօր ՍԴ փակ նիստում ուսումնասիրել է գաղտնի ցուցակներին առնչվող նյութերը, մասնակցել են միայն դատավարության կողմերն ու դատավորները։ Մենք մեր ժամկետներն ունենք, բայց հիմա չենք բարձրաձայնի, բոլորդ կտեսնեք։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սամվել Կարապետյանը, անդրադառնալով իշխանափոխության ժամկետներին։ Նրա խոսքով հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր ուժերի որոշ առաջնորդների հետ, սակայն անուններ չի նշել, ընդգծելով, որ ունեն Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան։ Հույսը ձեր որտեղից, որ Սահմանադրական դատարանը երկրորդ փուլ այսպես ընտրությունների հույս ունեմ, ասիկ տեսնենք։ Իրենք այդ հնարավորությունը ամենայն դեպս ունեն։ Եթե չի լինում, դուք վերցնում եք, կապված եք վերցնել մանդատները։ Ձեր պլան B-ն դուք միշտ ասում եք, մենք ուժեղ ենք հաղթելու ենք, բայց փաստացի հաղթելու ենք, բայց ինչ պարտադիր է պահանջել։ Եթե ուժեղ չլինենք, Փաշինյանը կմիանար, մարդը կոչ է անում, որ դուրս գան իր դեմ, դուք այդպիսի բան տեսել եք պատմության մեջ։ Մարդ ազգային ժողովի ամբիոնից կոչ է անում, որ ինձ վռնդեք։ Հիմա դուք այդ կոչին եք հետևելու պարոն Կարապետյանի Նիկոլ Փաշինյանի ասած կոչին։ Չէ, ես սպասում եմ մյուս քաղաքական ուժերի կոչերին։ Բա ինչի են հապաղում։ Ով պետք է չի հապաղել։ Կնշեք անունները, ովքեր են, որ մինչ այս պահը ձեզ հետ կապի են դուրս եկել կամ եկել են, քանի որ դուք տնային կալանքում եք գտնվում։ Շատ ուժեր են կապի դուրս եկել, շատ ուժեր հայտարարել են։ Դրա համար օրը կգա, դուք ամեն ինչ կտեսնեք, հետո դա չի նշանակում միայն կուսակցություններին, նույնիսկ անհատ շատ ազդեցիկ մարդիկ են միանալու։ Լիդերների հանդիպումը երբ է լինելու, պարոն Կարապետյան։ Հստակ օր կա։ Հիմա սպասում ենք Սահմանադրական դատարանի որոշմանը, որովհետև դրանից կախված է ինչ հանդիպում ենք մենք պլանավորում։ Եվ նաև այդ հանդիպմանը կորոշվի մանդատներ վերցնել, թե ոչ։ Եվ այդ հանդիպմանը մանդատներ որոշելու մենք ժամանակ ունենք, մինչև ամսի քանիս ունենք ժամանակ։ Մինչև հուլիսի ավարտ։ Մինչև հուլիսի վերջը ունենք, մենք այդ ընթացքում նորմալ պայքարելու ենք օրինական մեթոդներով։ Դե ամեն օր տեսնում եք, բա Վարդևանյանը ամեն օր չեք տեսնում ինչ։ Խոսելով Ռոբերտ Քոչարյանի մասին, Կարապետյանն ասել է, որ Քոչարյանն իր դաշինքի առաջնորդ է, իսկ ինքը իր քաղաքական թիմի, ուստի կիսելու ոչինչ չունեն։ Ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքեր ներկայացված դիմումներում չկան, հայտարարել է Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ընտրակաշառքի վերաբերյալ բոլոր ահազանգերը պետք է քննվեն իրավապահների կողմից եւ արժանանան խիստ քրեական գնահատականի։ Ընտրակաշառքի դեպքերը պետք է արձագանք ստանան իրավապահ մարմինների կողմից եւ մենք ականատեսնենք նրա, որ ստացել են կամ շարունակում են ստանալ եւ յուրաքանչյուր կոնկրետ գործով անցնող անձը, եթե նրա մեղքը հաստատվում է, պետք է արժանանա քրեական ամենախիստ պատասխանատվության եւ սա մեր դիրքորոշումն է։ Տիկին Գալյան, մեկ հարցեր ու ավարտեմ։ Իրավական տեսանկյունից ինչպես եք գնահատում Սահմանադրական դատարանում դեռևս ընտրությունների արդյունքները վիճարկվում են, բայց քաղաքացիական պայմանագիրը իշխող կուսակցությունը արդեն ձևավորում է ազգային ժողով եւ նախապատրաստում է նաև կառավարության ձևավորմանը, արդեն այժմ նախագահ է ընտրել, փոխնախագահներ են ընտրվել։ Ընտրությունների արդյունքները վավեր են, քանի դեռ դրանք անվավեր չեն ճանաչվում։ Այն ինչ տեղի է ունենում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում, ժողովրդավարության հերթական դրսևորումն է, երբ պաշտոնները ոչ թե բաժանվում են, այլ ընտրվում են, այսինքն վարչության անդամների կողմից տեղի է ունենում ընտրության process, ինչը կարծում եմ շատ նորմալ է եւ այս process-ի հետ կապված միայն ուրախություն կարելի է արտահայտել եւ ոչ թե մտահոգություն։ Ես ենթադրում եմ, ավելի շուտ տեսել եմ մամուլի հրապարակումներից, որ այլ ուժեր եւս քննարկում են կամ քննարկել են մանդատ վերցնել չվերցնելու հարցը եւ ձեր հարցին կարող եք նաեւ նայել այդ լույսի ներքո, բայց ես նորմալ եմ համարում այդ գործընթացը, քաղաքական ուժերի կողմից նորմալ գործընթաց է, որը նորմալ է, որ տեղի է ունենում հերթական ընտրություններից հետո։ Մինչ Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը, իշխող ուժը արդեն ընտրում է նոր խորհրդարանի նախագահի եւ փոխխոսնակների թեկնածուներին, գրել է Տիգրան Աբրահամյանը։ Ըստ նրա ակնհայտ է, որ ՍԴ-ին վերևից հանձնարարություն է տրվել առաջնորդվել գործող իշխանության քաղաքական որոշումներով։ Իշխանությունն ուզուրպացրել է ամբողջ համակարգը, գործընթացները տեղափոխելով իրավունքի ոչնչացման դաշտ։
Ադրբեջանը հայտարարել է նոր համակարգի ներդրման մասին, որի միջոցով Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան անանուն կերպով տեղեկություններ փոխանցել անհետ կորած անձանց, այդ թվում հնարավոր թաղման վայրերի վերաբերյալ։ Այս մասին Բաքվում անցկացված միջազգային համաժողովում հայտնել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆաթ Հասանովը։ Նրա խոսքով տրամադրված տվյալները կօգտագործվեն բացառապես մարդասիրական նպատակներով, իսկ տեղեկություն փոխանցող անձինք պատասխանատվության չեն ենթարկվի։ Հասանովը նշել է, որ նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, միաժամանակ հայտարարելով, թե Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ այս հարցում։ Միևնույն ժամանակ նա կրկնել է պաշտոնական Բաքվի մեղադրանքները, պնդելով, թե Հայաստանը 30-ամյա օկուպացիայի ընթացքում ոչնչացրել է գերեզմաններ եւ չի տրամադրել թաղման վայրերի վերաբերյալ տեղեկություններ։ Անհետ կորած անձանց միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերը հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև կստեղծվի անհետ կորած անձանց միասնական տվյալների բազա նախկին Հրավսլավիայում կիրառված համագործակցության մոդելի օրինակով։ Բոմբերգերի խոսքով բազան կծառայի պետական կառույցների գործակցության, անհետ կորածների ընտանիքների հետ աշխատանքի եւ երկու երկրների միջև տեղեկատվության փոխանակման նպատակներին։ Նա նշել է, որ նման մոդելը հաջողությամբ կիրառվել է նախկին Հրավսլավիայում, որտեղ հակամարտությունից տարիներ անց ստեղծվել է համատեղ աշխատանքային եւ միասնական տվյալների բազա դեռևս չփակված գործերի վերաբերյալ։ Առաջին հայացքից այն կարող է թվալ պարզապես տեխնիկական գործիք, սակայն իրականում համագործակցության եւ խաղաղության հաստատման կարևոր մեխանիզմներից մեկն է, ասել է Բոմբերգերը։ Բաքվում անհետ կորած անձանց հարցին նվիրված միջազգային համաժողովում Ադրբեջանի փոխարտգործ նախարար Էլնուր Մամեդովը հայտարարել է, որ անհետ կորածների խնդրի լուծումը Հարավային Կովկասում խաղաղության եւ վստահության ամրապնդման կարևոր բաղադրիչ է։ Նրա խոսքով այս հարցը պահանջում է բոլոր կողմերի համատեղ ջանքերն ու թափանցիկ համագործակցությունը, իսկ յուրաքանչյուր անհետ կորածի ընտանիք ապրում է իր ողբերգությունը։ Մամեդովը նաեւ նշել է, որ 20 թվականի նոյեմբերից հետո Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մարտադաշտում հայտնաբերված ավելի քան 2000 հայ զինծառայողի մարմին, պնդելով, որ որոնողական աշխատանքները իրականացվել են բարդ եղանակային եւ ականապատված տարածքների պայմաններում։ Վրաստանի խորհրդանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև շարունակվող խաղաղ գործընթացը նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղված ջանքերը հույս են ներշնչում եւ տարածաշրջանի համար ստեղծում ավելի մեծ կայունության ու համագործակցության հնարավորություններ։ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդանական վեհաժողովի 67-րդ լիագումար նիստում նա նշել է, որ տարածաշրջանն ունի մեծ ներուժ դառնալու առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի եւ թվային կապակցվածության կարևոր կենտրոն։ Պետք է ընթացիկ ժամանակաշրջանը դիտարկենք ոչ միայն մարտահրավերների, այլև նոր հնարավորությունների տեսանկյունից, ընդգծել է Պապուաշվիլին։ Իրանական ինքնագործակալության փոխանցմամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը։ Գործակալությանը այս մասին հայտնել է Իրանի խորհրդանի հայ ազգի падգամավոր Արա Շահվերդյանը, նշելով, որ Փաշինյանի այցի պայմանավորվածությունը ձեռք է բերվել Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուր Մոհամմադիի անցած շաբաթ Հայաստան կատարած այցի ընթացքում։ Շահվերդյանի խոսքով վարչապետը պատրաստակամություն է հայտնել մասնակցել հուղարկավորության արարողությանը, որը կանցկացվի հուլիսի 4-ից 9։ Իրանական կողմի տվյալներով միջոցառմանը կմասնակցեն նաև մի շարք հարևան երկրների ղեկավարներ, իսկ մասնակիցների թիվը Իրնայի գնահատմամբ կարող է հասնել 35 միլիոնի։ Քաթարի մայրաքաղաք Դոհայում այս շաբաթ Իրանի եւ Միացյալ Նահանգների բանակցություններ չեն կայանա, հայտարարել է Իրանի արտգործնախարար Էսմայիլ Բաղային, ընդգծելով, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ որևէ մակարդակի հանդիպում չի նախատեսում։ Ռոյթերսի փոխանցմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այնուամենայնիվ Դոհա է ուղարկել իր բանագնացներին, իսկ Իրանը տեխնիկական պատվիրակություն, որը Թեհրանի պնդմամբ ամերիկյան այցի հետ կապ չունի։ Գործակալությունը նշում է, որ բանակցությունների ձախողումը ցույց է տալիս Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հրադադարի եւ լարվածության թույլատման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների փխրունությունը։ Թեհրանը Վաշինգտոնի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների կմտնի միայն Իրано-ամերիկյան հուշագրի մի քանի կետի կատարումից հետո, հայտարարել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը։